Բարի ուշ երեկո, հարգելի հայրենակիցներ, կարծում եմ իմ փոքր բարձրաբանման հնարավորություն պետք է ունենամ երեկվա իմ համեստ անձի նկատմամբ արշավանքներից հետո։ Երեկ Աննա Դանիելյանի հյուրն էի Հանրային հեռուստաընկերության եթերում եւ մենք Տիկին Դանիելյանի հետ ունենք մի սիրելի թեմա՝ Գիրանց սահմանածատում անկլավ։ Հարցադրումը կայանում էր հետևյալում, թե օրինակ անկլավների հետ կապված ընդդիմությունը անտեղին աղմուկ էր բարձրացել եւ ըստ էության նախորդ 5 տարիների ընթացքում որևէ իրադարձություն տեղի չունեցավ։ Բնականաբար իմ պատասխանից կոնկրետ հատված էր հախուռն բանավեճից կտրված եւ դրված, նախ լսենք, թե ես ինչ եմ ասում։ Գիրանցի սահմանազատումը տեղի ունեցել ապրիլին, մինչ այդ տեղի ունեցել մի քանի անգամ միջ հանձնաժողովի հանդիպումներ ադրբեջանական հայկական, որոնք թաքցվել են հայկական հանրությունից, այնուհետև սեպտեմբերի նոր վավերացվել է սահմանազատման աշխատակարգն ու կանոնակարգը, այսինքն առանց իրավական հիմքի Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանազատում է տեղի ունեցել։ Առնվազն 2021 թվականից Նիկոլ Փաշինյանը օրակարգ բերեց անկլավների հարցը։ Անկլավ էքսկլավ փոխանակում։ Մեր տրամաբանությունն է նա, որ այդ անկլավը պետքա փոխանակվի անկլավի հետ։ Անկլավները ըստ իրենց տրամաբանությամբ, ինչը բարձրաձայնել են մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Սոֆլու Բախրուդալուն են, Վերին Ոսկեպարը եւ Տիգրանաշենը։ Ասենք մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արցվաշենի նկատմամբ Ադրբեջանը են դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ։ Դրան զուգահեռ 2024 թվականին հախուռն իրադարձություններ տեղի ունեցան։ Սահմանազատում Տավուշի մարզում, որի կիզակետում էր Գիրանցը։ Տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 8-րդ նիստը։ Հիմա ցույց կտամ քարտեզը, որը Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է ազգային ժողովի խոսնակը Վաղանի Սայրուն, Ներքին Ոսկեպար, Խերլիմլի եւ Կզլ Հաջիլին։ Այս պայմանավորվածության հիմքով նոր սահման է գծվում եւ բնականաբար սահմանազատման հսկա գործընթաց է տեղի ունենում։ Այստեղ ողջ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխության հարցերը կարող են որոշվել միայն հանրակրվեով եւ միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների կողմից։ Ասեմ ավելին, այս ժամանակահատվածում 24 թվականի ապրիլին չկար սահմանազատման կանոնակարգ եւ միայն այս իրադարձություններից հետո, մի ողջ շարժումից հետո օգոստոս ամսին նախաձեռնվեց իրավական հիմքեր ստեղծելու գործընթացը եւ միայն հոկտեմբերին հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ օրենք է ընդունվել։ Ու եթե այդ անկլավ եզրույթը այդքան հուզում է, պատասխանեք օդում կախված ամենաարդիական հարցադրմանը։ Հիմա Տիգրանաշենը անկլավ է ձեզ համար, թե ոչ։ Ինչպես եք որոշել Տիգրանաշենի ճակատագիրը, որովհետև այսօրվա դրությամբ Տիգրանաշենը առնվազն Google Map-ով Ադրբեջանի մաս է ներկայացված։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, սա է իրենց ձևը համատեքստից կտրել եւ ֆեյքերով փորձել հանրային տրամադրություններ ձևավորել։ Իսկ հարցազրույցում մենք շատ ավելի խորքային եւ հետաքրքիր թեմաներ ենք քննարկել, ով չի հասցրել, եթե ցանկություն կա, կարող եք դիտել։ Ու ամենակարևորը, մի թույլ տվեք, որ ֆեյքա ֆաբրիկաներով ձեր աշխարհայացքի եւ կարծիքի վրա